Ողջունում եմ բոլորին, այսօրվա թեման վերաբերվում է մի բանի շուրջ, որը հետաքրքիր է շատ մարդկանց, այդ թվում նաև քրիստոնյաների հիմնականում։ Հիմա միասին կբացահայտենք որն է այդ թեմայի իրական իմաստը։ Նոր Կտակարան Մատթեոս 5-րդ գլուխ 38-39-րդ համար։ Լսել եք, որ ասվեցավ աշկի տեղ աշկ և ատամի տեղ ատամ, բայց ես ասում եմ ձեզ, չարին հակառակ մի կենաք, այլով որ ապտակ տայ քո աջ երեսին, մյուսն էլ դարձրու։ Շատ մարդիկ սա սխալ են մեկնաբանում, ասելով, որ քրիստոնեությունը սովորեցնում է շատ հնազանդություն կամ շատ խոնարհ լինել, որպեսզի ձեզ նեղացնեն և դուք ընդհանրապես չխոսեք կամ եւ այլն։ Հիմա հասկանանք սրա իրական իմաստը։ Սակայն պետք է հասկանալ, թե որտեղից է գալիս այդ աշկի տեղ աշկ սկզբունքը։ Ընդհանրապես հին ժողովուրդների մոտ շատ է եղել այս միջագետքում, օրինակ Հեռավոր Արևելքում, սա եղել է հավասարաչափ պատժելիության օրենք, այսինքն երբ որ ինչ-որ մեկը ինչ-որ արարք է անում, դրան համարժեք պատիժ է ստանում, լինի ոչ ավել, ոչ պակաս։ Այն կիրառված էր նաև Համուրաբիի օրենսգրքում, հին Բաբելոնի թագավոր։ Իսկ Աստվածաշնչում այն գրված է Ելից 21-րդ գլխի 24-րդ համարում. աշկի տեղ աշկ, ատամի տեղ ատամ, ձեռքի տեղ ձեռք, ոտքի տեղ ոտք, խարանի տեղ խարան, վերքի տեղ վերք, հարվածի տեղ հարված։ Այսօր քրիստոնյաների մոտ քիչ թիվ չեն կազմում այն մարդիկ, որոնք ասում են, իբր թե այն ժամանակ Աստված թույլատրել է վրեժխնդրությունը և աշկի տեղ աշկ սկզբունքով, եթե մեկը մյուսին օրինակ փողոցում հանդիպելիս ինչ-որ վնաս է տալիս, նա կարող էր նույն վնասը նրան հասցնել։ Սակայն ես դրա հետ համաձայն չեմ, քանի որ Աստված ճշմարիտ է և իր խոսքերը նույնպես ճշմարիտ։ Եթե դուք մտածում եք, որ աշկի տեղ աշկ եղել է, ինչպես նրանք են ասում, ով ինչպես պատահի աներ, այսինքն ինքնադատաստան, ապա ասեմ, որ դա կեղծ է։ Սա թե այն ժամանակվա այլ երկրներում, թե Հրեաստանում կատարում էին հատուկ մարդիկ, այսինքն ովքեր որ զբաղվում էին օրենքով։ Կարող լիներ ուժային կառույցներ, կարող են լինել այն ժամանակվա ղևտացիները, որոնք պիտի որոշեին, թե ով է ճիշտ, ով է սխալ, այսինքն դատական համակարգում էր, ինքնադատաստան չէր, երբ որ ինձ մեկը վնաս տար, ես էլ այդ պահին նրան անեի։ Սա լինում էր կարգ ու կանոնով, ոչ վրեժով, այլ սովորական պետական օրենք էր։ Այն մարդիկ, որոնք ասում են իբր թե այն ժամանակ թույլատրվել է վրեժխնդրություն, ասեմ, որ կա 5 Կտակարանում մի համար, Առակաց 24:29 ասում է. «Մի ասի, ինչպես որ ինձ արավ, ես էլ իրեն այնպես եմ անելու, այն մարդին հատուցանելու եմ նրա գործքին համեմատ»։ Այստեղ Առակաց գրքի հեղինակը արգելում է կամ խորհուրդ է տալիս այդպիսի բան չանել, այսինքն չարին չարով չհատուցանել։ Հաջորդը հետաքրքիր է, թե ինչ է նշանակում զարկել երեսին։ Ավելի ճիշտ է օգտագործվում ծնոտ բառը, քանի որ երես և ծնոտի այդ հատվածում են այն ժամանակ զարկել մարդիկ, հիմնականում թարս ձեռքով էին զարկում, որը նշանակում էր նախատինք կամ ամոթ, վիրավորանքի ձև էր, նախատելու։ Երեմիայի ողբեր 3-րդ գլուխ 30-րդ համար։ Նա իր ծնոտը տալիս է նրան զարկողին, կշտանում է նախատինքով, այսինքն զարկելը վիրավորանքի ձև էր։ Մենք գալիս ենք այն եզրակացության, որ Քրիստոսի ասածը ոչ թե ինչ-որ ինքնապաշտպանության մասին էր խոսքը կամ շատ վատ ֆիզիկական բռնության, հիմնականում այն ավելի շատ բարոյական հոգևոր իմաստ էր կրում։ Այսինքն, երբ որ ասվում էր ինչ-որ մեկը եթե քո երեսին զարկի, այսինքն ստեղ այդ է գալիս նախատինք, ավելի կոնկրետ վատ վերաբերմունք։ Դա միայն չպետք է հասկանալ ուղիղ ձևով, այն հասկացվում է հոգևոր ձևով։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը քեզ ինչ-որ այլ խոսք է ասում, որը քեզ դուր չի գալիս կամ վատ ձևով է ասում, պետք չէ նույն ձև նրան պատասխանել։ Այսինքն, ստեղ ավելի շատ վերաբերմունքի մասին է խոսքը, վատ վերաբերմունքի։ Հիմա տեսնենք Հիսուսի և իր առաքյալի կյանքում ինչպես եղավ այդ պահը։ Երբ որ Տեր Հիսուսին տանում են քահանայապետի մոտ, այդ ժամանակ այն գրված է Հովհաննես 18-րդ գլխի 22-23-րդ համարներում, երբ որ նա սա ասեց, սպասավորներից մեկը, որ այնտեղ կանգնած էր, Հիսուսին ապտակ տվավ և ասեց. «Այդպես ես պատասխանում քահանայապետին»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Եթե չար խոսեցի,
վկայիր այն չարի համար, բայց եթե բարի, ինչու ես զարկում ինձ։ Այստեղ մենք հասկանում ենք, որ Հիսուսը նրանից պահանջում է, որպեսզի նա վկայի, թե ինչի համար նրան զարկին։ Այսինքն, սա անարդար վիճակ էր, անարդարությամբ նրա հետ վարվեցին, և նրա հարց էր տալիս, թե ինչու այսպես անարդար վարվեցին։ Այսինքն, նա իր երեսը չդարձրեց, որ ասի կարող ես խփել այն մյուս երեսիս։ Կամ օրինակ Գործք առաքելոց 23-րդ գլուխ 1-3 համարներ։ Եվ Պողոսն ատյանին մտիկ տվավ և ասեց. «Մարդիկ, եղբայր, ես բոլորովին բարի խշմտանքով վարվել եմ Աստծոյ առաջին մինչև այսօր»։ Եվ Անանիա քահանայապետը մոտը կանգնողներին հրամայեց, որ նրա բերանին զարկեն։ Այն ժամանակ Պողոսն ասեց նրան. «Աստված պիտի քեզ զարկե, ծեփած պատ, և դու նստել ես ինձ օրենքի համեմատ դատելու և օրենքի հակառակ հրամայում ես, որ ես զարկվիմ»։ Այստեղ մենք հասկանում ենք նույնպես, որ Պողոսը նույնպես չընդունեց այս անարդար և անարգանք քայլը, և նա նույնպես, ինչպես Հիսուս Քրիստոսը, չտվեց մյուս երեսը։ Այսինքն, մենք այստեղ հասկանում ենք, որ խոսքը ֆիզիկական ապտակի այդքան էլ մասին չէ, այստեղ ավելի շատ բարոյական և հոգևոր տեսանկյունից պետք է հասկանանք այս հարցը, և այն վերաբերվում է, կրկին անգամ ասում եմ, վատ վերաբերմունքին կամ վիրավորանքի նախատնինքի համար։ Այսինքն, մենք գալիս ենք այն եզրակացության, որ եթե ապտակում են կամ հոգեպես վիրավորում, պետք չէ վրեժխնդիր նույն ձև վիրավորել, մակարդակները մարդկանց իջեցնել այն մարդու մակարդակին, որ այդպիսի քայլ կատարեց, այլ պետք է բարով հատուցանել, որպեսզի նա, եթե հասկանա, իր արարքից ամաչի։ Այսինքն, ստեղ չի ասում, որ լինենք քավության նոխազ, այլ հակառակը, լինենք զգոն և մեր մակարդակները չիջացնենք, ավելի վեհ մակարդակի լինենք, հետևելով Քրիստոսի օրինակին։ Այսինքն, այստեղ խոսքը չի գնում, որ մեզ մի վատություն անեն, մենք գլուխներս կախ ընդունենք, բայց պետք է խելացի ձևի մոտենալ այդ հարցին, ոչ թե վրեժխնդիր ձևով։ Օրինակի համար, եթե մենք մեր ընկերոջ հետ ենք և ինչ-որ հանցագործ հարձակվում է մեզ վրա, դա չի նշանակում մենք պետք է մեր գլուխները կախենք, սա ուղղակի ծիծաղելի կլինի։ Կարող ենք ինքնապաշտպանվել, բայց ոչ վնաս տալ։ Այսինքն, մեր միտումը չլինի վնաս տալու, այլ լինի վերջին քայլը դա։ Այսպիսով, ամփոփելով ասենք Քրիստոսի խոսքը, որ նա նոր օրենք չներմուծեց, այլ նոր շունչ տվեց, երբ որ մարդիկ մոռանում էին։ Եվ ընդհանրապես, երբ որ ասում է, որ Քրիստոսը իր խոսքում, երբ որ ասում է հներին այսպես ասվեցավ, իմացեք, որ շատ դեպքերում խոսքը ոչ թե հին կտակարանի մասին է, այլ հետագայում քահանայական կամ ընդհանրապես հովիվների փոխած խոսքերն են, ովքեր ժամանակի ընթացքում Աստծո խոսքը փոխում էին։ Հին կտակարանում նույնպես այս դրվածքը կար, այս օրենքը, որ չարին չի կարելի չարով պատասխանել, քանի որ նրանով չեն տարբերվում մեկը մյուսից, այլ հակառակը բարով։ Այսպիսով մենք հանդեցինք այն կեղծիքը, թե իբր հին կտակարանը թույլատրում էր վրեժխնդրություն։ Այսպիսով ամփոփելով ասենք, որ երբ որ ասում է չարին հակառակ մի կենաք, այսինքն նույն չարությամբ չպետք է այն պատասխանել, այլ ով որ ապտակ տա քո աջ երեսին, մյուսն էլ նրան դարձրու։ Այսինքն, երբ որ մենք վիրավորանք ենք ստանում, պետք չէ նույն վիրավորանքը նրան անել կամ այլ ձև վրեժ լուծել։ Նորից եմ կրկնում, սա ինքնապաշտպանության մասին չէ խոսքը, ընտանիքի պաշտպանության, ընկերոջ պաշտպանության, մեր ընտանիքի անդամների, այլ խոսքը այն վերաբերմունքի մասին է, որը տվյալ մարդը արժանի չէ, պետք չէ նույն ձև մակարդակը նույն մարդը իջեցնի, այլ պետք է բոլորի հետ լինել համբերատար և ողորմածությամբ, ինչպես Աստված է մեր հանդեպ ողորմած, և հիշենք Քրիստոսի բարի օրինակը։ Իսկ ընդհանրապես ֆիզիկական պաշտպանության մասին կուզեի ավելացնել մի երկու հատված Աստվածաշնչից։ Առաջինը կարդանք Ելից 22-րդ գլխի 2-3 համարները։ Եթե գողին մահացու հարված հասցնեն տան պատին անցք բացելիս, այսինքն գողության ժամանակ, թող դա սպանություն չգտնվի, իսկ եթե դեպքը արևածագից հետո կատարվի, սպանողը մահապարտ կդիտվի և մահվան կենթարկվի։ Այսինքն, եթե գողը գիշերն է մտել, գիշեր կարելի է հասկանալ այն պահը, երբ որ անելանելի իրավիճակ է գրեթե, և այդ ժամանակ սպանվի, այսինքն
մութ է եղել եւ կարելի է հասկանալ սպանողին, քանի որ չգիտի այդ գողը միայն ապրանքի համար է եկել, թե տնեցիներին, ընտանիքի անդամներին վնաս հասցնելու համար։ Բայց եթե ասում է արևածագից հետո, այսինքն հոգևորով կարող ենք հասկանալ այն իրավիճակը, երբ որ կարող էիր դու նրան չսպանել, այդ ժամանակ սպանողը մահապարտ էր համարվում։ Սա ինքնապաշտպանություն է, ճիշտ է 5 կտակարանից է, բայց դա չի նշանակում, եթե 5 կտակարանից է, ուրեմն դա այդ օրենքը անցած է։ Այո, սա պետական օրենք էր, բայց հոգևորով կարող ենք հասկանալ Աստծո կարծիքը։ Իսկ հաջորդը ժողովող 4-րդ գլխի 12-րդ համարը։ Եվ եթե երկուսը միասին քնեն, կտաքացնեն միմյանց, բայց միայնակ մարդն ինչպես պիտի տաքանայի, եւ եթե մեկի վրայի բռնանան, երկուսը դեմ կգանգնեն, չէ՞ որ 3 տակ թելն են, հեշտ չի կտրվում։ Այստեղից էլ հասկանում ենք, որ ընկերները միմյանց պետք է օգնեն, այսինքն նույնիսկ երբ որ մյուսի հանդեպ բռնություն են կիրառում, մյուսը նրա համար է, որպեսզի օգնի։ Այսպիսով մենք հասկացանք Քրիստոսի ճշմարիտ խոսքը։ Հաջորդ վիդեոներում կանդրադառնանք այլ հարցերի։ Շնորհակալություն տեսանյութը դիտելու համար։ Կարող եք նաև գրել ձեր ուզած հարցը, կարող ենք անդրադառնալ։